Bütün Amasyalılara, ellerimize hamısına salam. Ağbabaların hamısına Amasya'nın düz merkezinden salamlar. Ովքեր են Ամասիային այդքան կարոտող ադրբեջանցի տղամարդիկ, որ համայնքի կենտրոնում մանրամասն պատմում են, թե նախկինում ինչ կար այդտեղ, ու ասում, թե իրենց սիրտն Ամասիայում է մնացել։ Մի քանի օր է համացանցի հայ օգտատերերն այս հարցն են տալիս ու տարակուսում, թե ինչպես ու ինչ նպատակով են այս տղամարդիկ հասել Հայաստան։ Burada Lenin'in heykeli var idi, hə, onu çəkib çıxardılar. Այստեղ Լենինի արձաններ, հա, այնքան դել հանել են, այստեղ դատարաններ, այնտեղ դպրոցը, մտքիցս թռել է, թե այստեղ ինչ էր, ներքևում աղբյուրներն էին։ Լենինի արձանը վաղուց չկա, իսկ պատվանդանին Արցախ է գրված։ Ամասիացիները խուսափում էին զրուցել հարցը լսելուն, պես զգացվում էր նրանց լարվածությունը։ Համայնքապետը եւս հրաժարվեց որևէ մեկնաբանությունից, պնդելով, թե ադրբեջանցիների մասին իմացել են համացանցից։ Իսկ տեսանյութերից մեկում նույնիսկ ոստիկաններ են երևում։ Նրանց մոտեցող այդ նույն տղամարդն ասում է. «Ձեր տան մեծերին հարցրեք Մեյլարի Յունուսի մասին, նրանք կիմանան, մեծերը գիտեն, դուք փոքր եք եղել»։ Дома скажешь, да, старшим, что Мирали, Юнус, обязательно не знает, пожили не знает. Ամասիա այցելածներին, ավելի ճիշտ նրանց ծնողներին կարծես թե ճանաչում էր Ավետիս Թորոսյանը, տարեց տղամարդը միակն էր, որ այսօր համաձայնեց զրուցել մեզ հետ։ Ադրբեջանցիներին անձամբ չի հանդիպել, բայց իմացել է, որ եկել, շրջելու գնացել են։ Դե տարբեր ժամանակաշրջաններ եկել են։ Դուք չեք տեսել։ Դու ես ինչ տեսնեմ ես տուն, գործի Եդիկ էր արդեն անվտանգության աշխատողների, ոստիկանության, մյուս այդ մարդիկ որ եկել են, անցել են, տամուժնի են անցել, չէ, սաման են անցել, բոլորը ներկա են եղել, տեսել են, եկել են, գնացել են։ Խորհրդային տարիներին համերաշխ ենք, հիշում է Թորոսյանը։ Ապրել ենք, այո, ապրել ենք, աշխատել ենք։ Դե համերաշխային ժամանակ սովետական միություններ, ով կրար մեկը մեկին բանսե։ Դոնք ինչ ասած զբոսաշրջիկի կարգով են եկել։ Ունեցել են օդար երկրաբազմագիր, եկել են, բայց իրանք ադրբեջանցի են եղել։ Նախկինում իրանք ապրել են այս մեր գյուղերում, թե Ամասյան էլ բոլոր մյուս հանրապետության մյուս շրջանների գյուղերի պես ունեցել է ադրբեջանական բնակչություն։ Բայց հիմնական ապրել են իրանք մեր հողի վրա, հայկական հողի վրա։ Փետրվարի սկզբի օրերին թվագրված տեսանյութերը միայն Ամասիայից չեն, ռուսական համարանիշներով մեքենայով շրջող տղամարդիկ նկարահանումներ են արել նաև Երևանի, Գյումրիի կենտրոնական հրապարակներում, Սպիտակում։ Այդ տեսանյութերը տեղադրված են Ամասի Ալիլար ֆեյսբուքյան էջում ու նույնանուն յութուբի ալիքում։ Ալիքի նկարագրությունում նշված է, որ հեղինակների նպատակն է մեջբերեմ հիշողության մեջ կենթանի պահել իրենց կորցրած հողերը, ապագա սերունդներին ներկայացնել իրենց նախնիների հայրենիքը։ Ալիքում Ամասիայից նաև 2016, 2021 ու 2025 թվականներին թվագրված տեսանյութեր կան, մեկում նույնիսկ գերեզմաններն են։ Ամասիայից վերև սարերի մեջ հիմա էլ հեռվից երևում են ադրբեջանցիների պահպանված շիրմաքարերը։ Տեսանյութերում Ռովշան Ահմեդով անունով ներկայացող տղամարդը հաճախ է խոսում Ամասիա ադրբեջանցիների վերադարձից, ասում է, որ գիտի, բոլորն էլ ուզում են վերադառնալ իրենց պապենական տներ։ Անհանգստություն կա այս առիթով Ամասիայում։ Մտավախություն պետք է ունենա կառավարությունը ժողովրդին ապահովի անվտանգությամբ, որովհետեւ մենք մտավախ չապրենք։ Եթե կամուրի մեր սահմանները կառավարությունը ճիշտ քաղաքականություն տանի, ինչու՞ վախենանք, մեր հողի վրա է վախենանք։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը ամենաբարձր նախագահի մակարդակով հաճախ է խոսում Հայաստան այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձից։ Երևանը դա տարածքային պահանջ է որակում։ Մի քանի օր առաջ նախագահ Իլհամ Ալիևը պատասխանելով Ֆրանս Պրեսի լրագրողի Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասին հարցին ասել էր. դա մի դեպքում կքննարկեն։ The right for return is universal right. And of course, Azerbaijan will definitely observe this right if
Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է, եւ Ադրբեջանը կդիտարկի այս իրավունքը, եթե նման դիմում ստանանք։ Բայց միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք նույն վերաբերմունքը 100 հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, ում մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, որ նրանք էլ վերադառնան այսօրվա Հայաստան։ We call Western Azerbaijanis to be able to return to today's Armenia. Ազատությունը ազգային անվտանգության ծառայություն հարցում է ուղարկել ճշտելու, թե արդյոք ԱԱԾ-ում պարզել են Հայաստան այցելած ու մի քանի օր շրջած ադրբեջանցիների ինքնությունը, պարզել են, թե ինչպես են նրանք հատել սահմանը, որ երկրի կողմից, արդյոք ուժային կառույցը փորձել է գտնել նրանց, եւ արդյոք Ամասիայում բնակիչներից փորձել են ինչ-որ տեղեկություն պարզել,